Բարի երեկո, իմ սիրելի հետևորդներ ջան, քանի որ ամբողջ օրը լույս չկար մեր գյուղում, չկարողացա ոչ մի ձևով վլոգ պատրաստել։ Մի քիչ առաջ են միացրել լույսերը, բայց այդտեղ էլ արդեն տրամադրություններ կորել։ Ինչևէ, կաթեի պատվիրել, բերել են, արդեն հասցրել եմ եռացնել, եւ դե գիտեք, ձեզ հավեսի եմ բերում, նաեւ ինձ համար կակաո եմ պատրաստում այստեղ, որն էլ արդեն լավ խառնվել է, գիտեք, առատ քաղցր և մեկ թեյլիքը գտալ կակաոյի փոշի, ահա, արդեն լավ պատրաստ է։ Հիմա ձեզ հավեսի բերելով, ապա կաթ սիրողներ, եկեք, սիրելիներս խորհուրդ եմ տալիս, որ տնական կաթ գնեք և անպայման տնական կաթ վայելեք, քանի որ այդ դեպքում վստահ եք լինում, որ կաթը անարատ է, և կարող եք ձեր վիտամինները ստանալ անարատ ձևով։ Հիմա ես կանցնեմ իմ կակաոն վայելելու, գիտեք, եռման աստիճանով եմ վայելելու, համեմատած սուրճի, որն էլ սուրճը հով եմ խմում, արդեն գիտեք։ Իսկ այստեղ արդեն շերեփը կհանեմ, որպեսզի սեր հավաքի երեսը, որոշել եմ այսքանը ամբողջը մածուն մերել, որպեսզի քամեմ։ Բայց ճիշտ է, քամելու եմ, բայց սիրում եմ, որ մածունի երեսը սեր է քաշում, շատ ավելի հավես է լինում այդպես։ Հիմա մի քիչ այսպես բաց կմնա, որպեսզի այդ սերը լավ հավաքի։ Իդեպ ասեմ, այն մյուս անգամ, որ մածուն էի մերում, տևամեր չի եղել և շատ լավ մերվել է։ Դե հիմա էլ որոշեցի շատ մածուն անեմ, որպեսզի քամեմ, քամած մածունն էլ եմ շատ սիրում և ավելի երկար է մնում։ Հիմա ձեզ հավեսի բերելով նաև ասում եմ բարի գիշեր և կմիանամ հաջորդ օրը։ Ողջույն սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից նոր եմ եկել տուն, եկել եմ յասաման քաղելու, քանի որ գիտեք, որ վաղը Եղեռնի օրն է և այդ Եղեռնի հուշարձանները գնալու համար դպրոցականները գնում են և ծաղկեփնջեր են տանում և քանի որ ինձնից յասաման էին խնդրել, հիմա եկեք միասին յասաման քաղենք Եղեռնի հուշը վառ պահելու համար։ Դե ես սկսեմ։ Թեպետ և դժվար է այստեղ, բայց հնարավորինս կփորձեմ քաղել լավ ճյուղերը, մոտեցնեմ ինձ։ Ահա։ Ոչ մի անգամ էլ չեմ խնայել, երբ որ եկել ու երեխաները ինձանից յասաման են խնդրել, այս են սիրով քաղել եմ ու տվել եմ։ Հարևանիս աղջիկն է և հիմա ես կքաղեմ, իսկ ինքը ինձ նկարահանում է։ Ահա, այսպես։ Թեկուզ և ես էլ չգնամ, բայց այս յասամանը քաղելով ուղարկելով կհամարեմ, որ ես նույնպես գնացել ու մասնակից եմ դարձրել Եղեռնի հուշարձանին ծաղիկ խոնարհելու։ Ահա, այսպես, երկար պոչերով եմ հնարավորինս ուզում քաղել։ Գիտեք չէ, որ յասամանը ինչքան քաղում ենք, հաջորդ տարին այդքան ավելի լավ է ծաղկում։ Այս ծառը այդ բնավորությունն ունի, տեսեք, թե ինչքան սիրուն է, այսպես, հաջորդը այս մեկն էլ մոտեցնեմ և փորձեմ ավելի լավ ճյուղերը քաղել, այսպես, այ որ կարողանամ այս մի ճյուղը մոտեցնել, ավելի լավ կստացվի, փորձեմ, այսպես, կարևորը ճյուղը բռնել եմ, հիմա ուժեղ կքաշեմ ու կգա, օպա, Արևիկ ջան, երևում է? Հա։ Այո, երևում է, թող մեր հետևորդները տեսնեն, որ ծաղիկները չենք խնայում հատկապես այդ օրվա համար։ Ինձ լավ գիտեք, որ ընդհանրապես սիրում եմ ծաղիկները թփի վրա տեսնել, ծառի վրա տեսնել, բայց այս օրվա համար երբեք չի կարելի խնայել։ Այսպես։ Հիմա մի հատ տեսնեմ ինչքան ստացվեց փունջը, շատ ճոխ ստացվեց։
Սիրելի հետևորդներ ջան, Եղեռնի այդ օրը երբեք ու երբեք չի կարելի մոռանալ։ Բոլորս էլ հիշում ենք և պահանջում ենք, բոլորս էլ պահանջատեր ենք և թող այդ անմեղ զոհերի հոգիները երկնքում լույսերի մեջ լինեն։ Այդպես, և մեր երկիրն էլ խաղաղ լինի։ Արևիկ ջան, լավ է, չէ՞ այսքանը։ Ահա, եղավ։ Հիմա ես անցնեմ այստեղ, որպեսզի փոխանցեմ Արևիկին։ Ուրեմն այդպես որ գործից գալիս էի, սիրելի հետևորդներ ջան, այստեղ գնումներ էի կատարել դեղորայքային, այս մեկն էլ շանկեր եմ գնել, բայց Սիմոջկան հասցրել է արդեն իր սև գործն անի։ Հիմա կասեք շանկերը ինչի համար, բայց շուն ունեմ, սիրելի հետևորդներ ջան, փոքր շուն ունեմ, գնացել էի գործից հետո նաև այս թուլիկիս համար շանկերն է գնել, Սիմոջկան արդեն հասցրել է տոպրակը բացել և բարկացել եմ, հիմա գնացել է, այնքան շտապ է, այստեղ դրեցի հատակին, չպատկերացի, որ Սիման ներս կմտնի ու կվնասի, ահա, այստեղ էլ իմ նոր շան համար հզնոց եմ գնել, այսպես, կարելի է և այդպես ասել, 900 դրամ եմ վճարել, իսկ շանկերը հենց հատուկ փոքր շների համար, թուլիկների համար, որքան հիշում եմ, կիլոգրամը 1500, այդպես այս սահմանում էր, հավի մսով, վիտամիններով, կեր է, այստեղ արդեն ինչ եմ գնել, այստեղ յուրահատուկ տեսակի եգիպտացորենի սերմ եմ գնել, 100 գրամ, Սիմոջկան, հա, եկել ես էլի, ինչ ես հոտոտում, այդ քո համար չէ, այդ թուլիկի համար է, ահա, սիրել հետևորդներ ջան, այս տեսակի եգիպտացորենի սերմ եմ գնել, 100 գրամ է, այսքանը, ուզում եք դրամ ասել, դրամ, մի խոսքով, Սիմա, այ ավազակն չես պատրել տոպրակը, հա, այս քո համար չի, չգիտեմ, արդյոք կարելի է, որ փիսոները սրանից ուտեն, թե չէ, ինչև է, սիրել հետևորդներ ջան, հա, ուրեմն սրա կիլոգրամն է 3500 էր, Սիմա, հեսա, հլա այս կեր տենամ ուտում ես, որ տենց տոպրակը պայթացրել ես, դե կեր հլա, այ, լավն է, փաստորեն փիսոները եվս սիրում են շների կերը, Սիմա, Սիմոջկա, կարող ես էլ քովզին կապեմ, աղջի, հա, սիրել հետևորդներ ջան, ասեմ, որ նաև շատ շտապում եմ, եղանակը այդքան էլ բարենպաստ չի, մի քիչ արևային չէ, բայց իսկը հարմար է դեղորայք փչելու, սա այստեղ առանձին պետք է ցանեմ, որպեսզի ծլեցնեմ, կիլոգրամը 3500 և ասեցին, որ շատ ընտիր սերմ է, դրա համար վերցրեցի, այստեղ արդեն լվիճի համար դեղեր են, տուփով, այստեղ էլ արդեն խաղողի վազի, ահա, սա խաղողի վազի համար է, այս մեկն էլ, հարցրել եք, չէ, ինձ որ ինչ դեղեր եք սրսկում, ծաղկաթափից հետո, ասեմ, որ կարմրուկի համար ենք ծաղկաթափից հետո սրսկում, ահա, սիրելիները, Սիմոջկան շատ հավեսով, իշտահով, վայելում է իմ նոր շնիկի կերը, աղ դու ավազակ, ահա, այս դեղերը պիտի սրսկեմ, հիմա պիտի արագի մեջ հագուստս փոխեմ և աշխատանքային հագուստներս հագնել ու շտապել, գործանելու, շանն էլ հետս կտանեմ և այնտեղ էլ կծանոթացնեմ, այստեղ արդեն մեկ յասամանը ինձ հետ տուն բերեցի, երկար պոչով, ահա, սիրելիներս, մի քիչ պոչը կկարճացնեմ, մի քիչ կխնամեմ ու այս մեկն էլ կդնեմ իմ ծաղկամանի մեջ, շատ թմբլիկ է, ինքը լավ տեսակի յասամանն է, ահա, մի քիչ Սիմոջկային այստեղ էլ չեմ բարկանում, դե հատակին դրած է եղել, եկել է ու բացել ամեն դեպքում, կենթանի է, ինքը իր գործն արել է, հոտի վրա եկել է, թեկուզ և տոպրակը փակ է եղել, բայց հոտը զգացել է Սիմոջկան, այսպես, ինչև է վերցնեմ, որ ամբողջ տնով մեկ չանի, Սիմոջկա ջան, սպաս, էսա քեզ կտամ, համբերի, ոտքդ,
Ման ստեղ կեր, հեսա։ Ես էլ ստեղ հավաքեմ ու շտապեմ բաղջում գործանելու։ Այստեղ ուզում էի ցույց տալ Զատիկի աճեցրած ցորենը, դեռևս պահում եմ սեղանի վրա ու այսքան սիրունացել է։ Ուզում եմ նաև այս հարցով կիսվել Արագի մեջ, գիտեք արդյոք, որ եթե Զատիկի ցորենը ցանում ենք, ապա մի այսպիսի զրույց գիտեմ, չգիտեմ, երբ եմ իմացել ու մից եմ իմացել, բայց տպավորվել է, որ երբ որ Զատիկի համար ցորեն ենք ցանում, ապա դրանից հետո պետք է դեն չնետենք, այլ եթե այգի ունենք, մեր այգում մի որևէ անկյունում ցանել։ Հիմա չգիտեմ, այսօր կհաջողվի ցանել, ամեն դեպքում դեռևս այստեղ սիրուն մնում է, այստեղ սփռոցն եմ հանել, որ լվանամ, եւ ուզում եմ, ահա, յասամանս էլ այստեղ դնել, այս ծաղկամանի մեջ, ահա, այսինքն սիրուն, բայց տեսնենք, արդյոք կլինի, թե մի քիչ էլ կարճացնեմ երևի պոչը, շատ է մեծ, այսինքն մեծ է, մի քիչ կարճացրի, բայց էլի պետք է կարճացնեմ, քանի որ ինքը շատ ծանր է։ Ահա, մի փոքր էլ կարճացրի եւ հիմա արդեն պետք է որ տեղավորվի, չհակվի, էլի, ծանրությունից չհակվի, ընկնի։ Ահա, այսպես ոնց որ թե մնում է։ Եվ եկեք ընդհանուր տեսքը տեսնենք, թե ինչքան սիրուն ու գրավիչ է։ Այսպես, այս ամբողջը մեկ ջուղի վրա է, սիրելիներս, ահա, այսպես, բայց էլի ինչ-որ մի քիչ սրտովս չի, ոնց որ թե հակվում է էլի, և արդեն կմնա, Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, պտտվեցի որոշ կարևոր գործեր արի, այն ժամնա, որ արդեն հավերիներ կերակրեցի, ձուն հավաքեցի, բայց բամի հատկով է չխմեմ, որ նոր անցնեմ արդեն իմ ավելի շատ երկար գործերին, քանի որ մինչև մութն ընկնելը պետք է աշխատեմ։ Յասամանն էլ դե բերեցի, որ վայել ենք բոլորս միասին, յասամանի տեսքը և իհարկե ապա մոտեցնեմ բույրը փոխանցեմ, սիրունա չէ։ Եվ այս ամենը լրիվ մեկ ցողունի վրա է, ահա այսքան կարճացրի, թե չէ շատ էր հակվում, ահա, հիմա այստեղ կմնա և ամեն անգամ խոհանոց գալիս, համ կհիանամ, համ կհիացնեմ, համ էլ այդ բույրը կշնչեմ, Արագի մեջ կոֆեն դնում ենք, սիրելի հետևորդներ ջան, բայց այստեղ մյուս բաժակը տարել եմ ջրի և դե ոչինչ, այս անգամ էլ այսպես, ահա, ուր գնում եմ գործը երեսիս անայում, տուն եմ գալի գործ, դուրս եմ գնում գործ և այդպես շարունակ, դրա համար այդ ամենը միասին, սիրելիներս, պետք է նաև մեզ լավ նայենք, որ կարողանանք այդքան շատ գործերն անել, ես շատ լավ գիտեմ, որ շատերը տելեք ինձ նման ծանրաբեռնված, ահա, այստեղ մածունն ամերվել, պետք է անպայման սառնարան դնեմ, մի քանի օր կմնա սառնանում, հետո նոր կքամեմ, թե չէ եթե տակ-տակ քամում ենք, թվում է թե այն չի լինում, ահա շատ պին մածուն եմ մերել, այս թեյնիտ մեր ջուր էի տաքացրել, ու այստեղ չիայի սերմեր եմ պատրաստել, որը նույնպես լավ դոնդող աբռնել, ահա սիրելիներս, հնարավորինս մոտեցնեմ, մի խոսքով շատերի ծանոթ կլինի չիայի դոնդողը, շատ եմ սիրում լիմոնի և մեղրի հետ միախառնած, համ ծարավահագեցնում, համ էլ դե գիտեք ինչքան լիքը կարևոր բաներ է նշանակում մեր օրգանիզմի համար հիմա ամեն դեպքում շտապում եմ, պետք է այս ամենը Արագի մեջ կատարեմ, ուզում եմ իմ մերած պինդ մածունը ցույց տալ ու հավեսի բերել, ես երբ որ ասում էի, չէ, որ դուք էլ կաթ վերցրեք և անարատ կաթ օգտագործեք, սիրելիներս, նաև կարող եք մածուն մերել, քամել ու միշտ ձեր սառնանում քամած մածուն ունենալ, ահա խնդրեմ, ընտիրություն, սա հիմա արդեն կտանեմ սառնանում, 2 օր սառնանում կմնա, հետո նոր տոպրակով քամ կդնեմ, իր այդ շիճուկը կգնա ու կունենամ ավելի ընտիր մածուն, շատ եմ սիրում, երբ որ քամած մածունին հացին ենք կսում, կամ վրան մուրաբա ենք լցնում, կամ շաքարավազ, կամ էլ ուղղակի հենց այդպես ինքն իրենով
վայելում, շատ հագեցնող է և շատ կարևոր հատկություններով լեկցում, քանի որ ամբողջը սպիտակուց է պարունակում, որն էլ մեր կյանքի համար շատ խիստ կարևոր է։ Ահա, այսպես, մինչև իմ սուրճը կեռա, ես արդեն սա ուզում եմ տանել, որ գործերս առաջ գնան։ Հագեցի, որ սիման չկա այստեղ ինձ խանգարի, կոֆես է, որ այա կլինի, այստեղ համտեղ ազատվեց, հիմա սիրելիներս նաև այսօր գնումներ էի կատարել, այստեղ լվացքի համար սպիտակեցնող, որին մենք սիրում ենք ժավել ասել, ահա, և այսպիսի լվացքի գել, սիրելիներս ծանոթ է ձեզ, Միշտ և միշտ օգտագործել եմ Savexi գելը, բայց որոշեցի փոխել և տեսնենք սա ինչ կանի։ Ահա, սա իհարկե կտեղավորեմ, հիմա սուրճին եմ ուզում հետևել, իդեպ ասեմ, սիրելի հետևորդներ ջան, Ալավերդի քաղաքից ինձ համար գնել եմ մեծ կշեռք, և հիմա սա էլ կբացեմ, բայց այսօր չեմ կշռվի, քանի որ կշռվելու համար պետք է վաղ առավոտյան կշռվենք, քիչ հագուստով և անոթի վիճակով, ահա, նայեմ համելին կոֆեն չթափվի, նոր որ չառաջանա ինձ համար, ահա, այսպես հետևորդներ ջան, մեր մոտ պատվիրել էի, այդպես էլ ուշացավ, իդեպ ասեմ, մեր մոտ 3500 էր, իսկ սա գնել եմ 2500-ով, այդպիսի մեծ տարբերություն, միգուցե հենց լավն էլ դա էր, որ ավելի հարմար գնով գնեցի, երբեմն այդպես չէ լինում, երբ որ ինչ-որ մի գործ ուշանումա չի լինում ու դրա հետևանքը ավելի լավն է լինում, ես բազմիցս անգամ փորձ ունեմ ու հենց որ ինչ-որ մի գործ չի լինում, չեմ նեղվում, չեմ տխրում ու անհանգստանում, այլ այդպես հոգուս խորքում ուրախանում եմ, որ գիտեմ, որ ուրեմն ավելի լավն է ինձ սպասում։ Այդ քանի մեջ 1000 դրամ ոնց որ շահած լինեմ, կարելի է այդպես ասել։ Գիտեք, որ հիմա բոլորս էլ դժվար պայմաններով ենք մեր դրամը ստեղծում, մեր գումարը ստեղծում, սիրելի հետևորդներ ջան, դրա համար խորհուրդ եմ տալի ինչ-որ մի բան գնելու համար չշտապել, կամ եթե իմ նման պատվիրել եք և ուշանում է, ապա ուրեմն ձեզ ավելի լավն է սպասում։ Ահա, 3500-ի փոխարեն 2500։ Խնդրեմ, սա պետք է տեղավորեմ իմ ննջասենյակում, բայց առայժմ այստեղ, ահա, այս իր թուղթն էլ ընկավ, սա այստեղ ոչ մի կարևորություն չի ասում, ամեն դեպքում օտար լեզվով է գրած և մեզ հարկավոր չէ սա։ Եվ սուրճս հայլեմ, իհարկե կադրից դուրս, քանի որ ձեռքի հետ այլ կարևոր գործեր ունեմ այս ու այն կողմ գնալու, որից հետո արդեն ուզում եմ այդ տեղորայքը բացել ու ծառերին սրսկել, և իհարկե ձեր հետ միասին։ Մենք եկանք, սիրելի հետևորդներ ջան, ահա իմ նոր շունը, ինքը լավ ծանր է, երևի 5 կիլոգրամ կլինի, համարյա, չեմ կշռել, միգուցե կշռեմ, հետո կասեմ, իդեպ ասեմ, առավոտյան ականջները և պոչը կտրել եմ տվել ծանոթ մարդու, ով որ հասկանում էր այս մասին։ Մի խոսքով, այստեղ պահում եմ թե ականջները և թե պոչիկը, բռիս մեջ էլ մի փոքր կեր եմ բերել, հիմա տեսնենք, կուտի թե չէ, ինքը տղա է և լավ ցեղատեսակի շուն է։ Չգիտեմ, այս կերը կուտի թե չէ, ամեն դեպքում կարող է այս պահին վախենա, հետո կսովորի։ Ահա, ականջը, մյուս ականջը և պոչիկը։ Սիրելի հետևորդներ ջան, ընդհանրապես ճիշտ է, որ շան ականջը ու պոչը կտրում են, էլ էստեղ դնեմ, քանի որ դեն չեմ նետելու, այլ միտեղ մի անկյունում կթողնեմ կմնա, այդպես են ասում, ընդհանրապես մեծերից եկած հասած մեզ, որ նման բանը դեն չեն նետում, որ այդ շունը այդ օջաղում լավը լինի, հիմք դնի ու պահպանի։ Մի խոսքով, սիրելիներս, այդքան էլ արյուն չի գնացել, մի փոքր ու շատ շուտ անցավ, ինքն էլ այդպես վաղ չի ապրել,
քանի որ իր ցեղատեսակը հենց այդ է, հենց սկզբից էլ ոնց ասում են, չէ, ճուտը ձվումն է երևում, ու ինքը հենց սկզբից էլ այդպես ուժեղ եղավ, իր ականջները կտրելուն դիմացավ, պոչը կտրելուն դիմացավ, այ ձեռքս հոգնեց, չէ, սա հաստատ է 5 կիլոգրամ, ոնց մոռացա կշռեմ, բայց տեսեք թաթերը ոնց է մեծ թաթեր, ու ահա իր ցեղատեսակը Չոբանաշան ցեղատեսակն է, նկարները ցույց են տվել ինձ, թե հոր, թե մոր, մի խոսքով վստահ եմ, որ ինքը լավ շուն է։ Քանի որ վզի կապը այն կողմ էի դրել, սիրելիներս եկեք իրար հետ մեր շան վզի կապը ամրացնենք, ասեմ, որ արդեն անուն եմ դրել, արջուկ եմ դրել, բայց արջուկ չեմ ասի, մեկ արջուկ կասեմ, ուղղակի այդպես սիրելով եւ արջ եմ ասելու, ահա, ասենք, բարով մաշի մեր արջուկը, հարմարա, թեթև, այ, հենց փոքրուց ուզում եմ կապի սովորի, դրա համար էլ այսպես անցկացնեմ, ահա, շատ հարմար ստացվեց, ահա, այս էլ մեր արջուկի, նոր վզի կապը, որպեսզի չկորչի, սիրելիներս, սկզբի համար, Երբ որ տանից գնալիս լինեմ, դե արդեն խրատվել եմ, չէ, ռեքսին որ կորցրեցի, դե կհիշեք էլի ովքեր որ ինձ շուտվանից են հետևում, որպեսզի չկորչի, երբ որ տանից գնալիս լինեմ, թեթև ջնջիլ ունեմ, պահում եմ լեդի ջնջիլը, նրանով կկապեմ, հենց որ կգամ տուն, բաց կթողնեմ, ահա, այ այսպես, շատ հարմար ստացվեց, հիմա այսպես ինքը կշրջի, այստեղ մի քիչ երկար է, բայց վզի տակ անց կկացնեմ, ու դրան էլ կսովորի, հիմա անցնեմ տեղը բացելուն, որպեսզի ծառերի սրսկումը կատարեմ, սիրելիներս, սա էլ եմ այստեղ բերել պատրաստել, որ խանութում է, այնտեղ շատ մարդիկ էլի իրենց մեծ այգիների համար տեղեր էին առնում, հետո մի հատ տարիքով մարդ կար, հարցրեցի, ընդհանրապես շատ եմ սիրում, որ տարիքով մարդկանցից խորհուրդներ եմ իմանում, ու ամեն անգամ, երբ գնում եմ այդ տեղագործական խանութ, ամեն մի նոր բան եմ սովորում մարդկանց զրույցներից, մարդկանց հետ շփվելուց, այս մեկը փոշի դեղա, դրա համար ջրում կբացեմ, ահա, և ասաց, որ պարտադիր չի, որ արևային լինի եղանակը, հատկապես կարմրուկ իդեմ սրսկելը ծառերին։ Կարմրուկը, եթե այգիներ ունեք, իմանաք, որ ծառերի տերևը կարմրում է, այդպես կծկվում է, անշնորհք տեսք է ձեռք բերում, հիմնականում կարմրում է, դրա համար էլ այդ հիվանդության անունը կարմրուկ է։ Ահա, այսպես։ Մի խոսքով, ես միշտ արևային եղանակին եմ արել, երբ որ արևը լավ, ուժեղ, պայծառ է եղել, բայց այդ մարդու փորձը երևի իմ փորձից ավելի շատ էր ու շատ վստահ ասեց, որ հենց այս եղանակին ավելի հարմար է։ Ահա, այստեղ սա կխառնվի ջրին, այսպես կտարալուծվի, սա ոչ միայն կարմրուկի համար է, նաև լվիջների, սնկային հիվանդությունների, մի խոսքով, դրա համար էլ 3 տեսակի դեղ է, ամենքը մի բան է նշանակում, որը թույլ է տրվում 3-ը միասին միախառնելու արդեն ծառերի վրա փչել։ Սիրելի հետևորդներ ջան, այս դեղերի անունները ես չգիտեմ, բայց դժվար չէր իհարկե, կարող էի թղթի վրա գրել, մտապահել, կամել, որ ձեզ ասեմ, բայց չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, կարող եք մոտենալ, ասենք, այգեգործական, տեղագործական այդպիսի խանութ, այնտեղ ձեզ ամեն ինչ կասեն, քանի որ նաև դեղերի անունները տարբեր են լինում։ Հիմնականում դրա համար ես այդպես անունը հարկամարեցի, որ անունը չնշեմ, ահա, այս հավերս կվախենան իմ արջից, չգիտեմ, հավերն արդեն պետքա փակ պահեմ, քանի որ ահա որ ձևի խառնում են, մի կողմից ես մաքրում եմ, մի կողմից իրենք խառնում են, այս արդեն եղավ ու կարող եմ լցնել։ Հետո էլի այսպես, որ բանկայից լրիվ գնա,
Համ Սիմանը հավերին վախացնում, ես արջն էլ կվախացնի, իդեպ ասեմ, այսօր ցերեկն էլ էի դուրս բերել, մինչև գործի գնալս, հետո նույնիսկ արդեն հաչում եմ, մի խոսքով շատ լավ շուն եմ բերել։ Սիրելիներս միշտ ասել էի, չէ, որ լեդին ուրիշին եմ տվել, որպիսի, հա, Սիման էլ արդեն վախենում արջուկից, որ ձագուկ ունենա լեդին, հետո ինձ լեդի ձագուկներից տան, տղա ձագուկ, բայց սա լեդի ձագ չէ, սիրելիներս, սա լրիվ ուրիշ է, լեդին էլի այդպես ձագեր ա ունեցել ու ձագերը չեն ապրել, ահա, հիմա արդեն սա կլցնեմ, շատ սուր հոտ ունի, գրամ, այս քանը 20 լիտրի համար է, այսպես, դե այս արդեն, այս գործիքն էլ ինձ համար ուղղակի փրկություն է, գիտեք, որ լիցքավորումով է, էլեկտրական ու այն պահից ինչ որ օգտագործում եմ, դեռևս դրա կարիքը չի եղել, հույս ունեմ այս անգամ էլ կկարողանամ գործս ավարտին հասցնել և հուսախաբ չի անի լիցքավորումը, ահա Այսպես Ամեն մի շարժումից ես էլ եմ այդպես շուրջս նայում, տեսնեմ ինչ ա կատարվում Դրա համար միշտ կինը հավատարիմ ա համարվել Այն պահից երբ որ մարդիկ քարանձավներում են ապրել ու կանայք հսկել են, կանայք ավելի ուշադիր են իրեն շուրջ բոլորը Այ այդպես, այս ինչի չի մաքրվում, այս ինչքան ա թանձր Այսպես Ոնց որ թե Սիմոջկան ու արջուկը պետքա որ բարիշ են, կսովորեն Այսօր Սիմոջկայի վրա լավ հաչած Սիման էլ այսօր իրա կերը այդպես տոպրակը պատրեց Այս մեկն էլ ա թանձր դեղ Սոսնձանման Էլի պետքա ջրով մաքրել Ձեռնոտ չեմ հագել, քանի որ գիտեք, որ շատ զգուշ եմ աշխատում ամեն դեպքում Դա կապ չունի էլի, թե ինչ գործ ենք անում, զգուշ աշխատող մարդը միշտ էլ տարբերվում ա, չէ, ահա, հնարավորինս փորձել եմ տեսախցիկը հարմար տեղավորել, այդ հարցում եմ շատ դժվարանում, այսօր որ արևիկներ ինձ նկարում, ենքան լավ էր, ենքան հեշտ եղավ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդ մասին նորից խոսք կա, որ արևիկին յասամաններ տվեցի, Միշտ և միշտ, երբ որ երեխաներս փոքր էին այստեղ էին, իրենք էլ էին գնում մասնակցում, պատահել ա, որ ես էլ եմ գնացել իմ երեխաների հետ, բայց այս անգամ չեմ գնա, քանի որ հիմնականում մեր մոտ դպրոցականներն են գնում, այսօր նաև երթ է լինելու մոմերով դեպի այդ հուշարձան, Վերջին տարիներին միշտ էլ մեր մոտ այդ կատարվում է կազմակերպված ձևով դպրոցականները եւ մարդիկ էլ կան, որ իրենց երեխաների հետ գնում են այդ քայլերթին եւ հաջորդ օրն էլ արդեն նորից կազմակերպված ձևով գնում են ու ծաղիկներ են խոնարհեցնում Հիմա իմ գործն անեմ, սիրելի հետևորդներ ջան, այսպես ջուրը կլցնեմ Եվ արդեն պակասն էլ կբերեմ կլեռացնեմ ու արդեն ծառերին այստեղը կսրսկեմ Այսպես ջուրը քիչ է, պետք է ամբողջը լցնեմ, որ տեղի հետ համապատասխանի Արջուկ Արդեն իսկ երևում է, որ հավատարիմ է իմ շունը, պակաս ջուրն էլ լցնեմ,
Այսպես ոնց որ թե էլի ապեր, թե լցվեց, չէ, լցվել է, հիմա արդեն փակեմ և կմիացնեմ, այստեղ դուք տեսնում եք իմ մոշի թփերը, սիրելի հետևորդներ ջան, որը այս կողմի վրա եմ բերել, ահա, մի քանի ճյուղ այդպես մաքրել եմ արանքներից, 5 ճյուղերը, հիմա իրենք լավ վիճակում են ու դեռևս չեմ կապել, այստեղ կախված մնացել է, ծառի վրա է այդպես դրել, ահա մի քանիսն էլ կա ծառի վրա, այն տեսնում եք, և արդեն կոկոմները երևում է, ահա, հիմա սրանք ուզում եմ մի կողմ բերեմ, այսպես, որ չխանգարի իմ անցուդարձին, այսպես, զգուշորեն, և միտք ունեմ թելերով երկար կապել ու այս կողմի վրա տանել, հիմա կտեսնենք, այստեղ, այսպես, այստեղից կմիացնեմ, մի հատ փորձարկեմ, սիրելի հետևորդներ ջան, ես փորձարկումը կատարեցի և ուզում եմ ձեզ էլ ասել, որ այդ փորձարկումը այն է, որ այս հատվածից 3 ուղղություն է վերցնում, մեկը ցնցուղաձև է ու կարճ տարածք է վերցնում, մեկը էլի ցնցուղաձև է, մի քիչ երկար տարածք է վերցնում, իսկ երրորդը ավելի ուժեղ է, 5 մետր տարածքով դեղը սրսկում է, որն էլ իմ գործը այդքան շատ հեշտացնում է, և իհարկե բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են զբաղվել այգեգործությամբ։ Նաև ուզում եմ ասել, որ այս կարմրուկի համար դեղորայքը ծառերին միայն հարկավոր է դեղցենում, խնձորենում, տանձենում և սալորենում։ Սա պետք չի գալի ոչ սերկևիլին, ոչ հոնին, առավել ևս ոչ էլ կառալյոկի ծառերին։ Հիմա ես կսկսեմ իմ գործը և այդպիսով էլ կավարտեմ իմ այսօրվա վլոգը։ Սիրելիներս, շնորհակալություն բոլորիդ, որ եղաք իմ զրուցակիցը և այս մի քանի րոպեն հաճելի անցավ թե իմ և թե ձեր համար։ Նաև ուզում եմ ասել վլոգիս ավարտին, որ իմ արջը այստեղ լավ շնավարի նստել է և այս ու այն կողմ է նայում, ցավոք կադրում չի երևում, չեմ էլ ուզում իր այդ դիրքը խախտել, քանի որ պատկերացրեք, ոնց շունը կնայի այս ու այն կողմ գոռոզ հայացքով, խիստ հայացքով, ասեմ, որ իսկապես շատ խիստ հայացք ունի, շատ ուրախ եմ, որ այդ շունը ինձ են նվիրել և շնորհակալություններս փոխանցում եմ նաև այդ շունը նվիրողին, քանի որ իմ հետևորդն է, սիրելիներս։ Այսպես, ես հիմա իմ գործը սկսեմ, որպեսզի կարողանամ ծառերս բուժել և լավ բերք ստանալ, բոլորիս ցանկանալով առատ բերք ու բարիք։ Առայժմ, սիրելիներս, մինչ հաջորդ վլոգ։